Բարև ձեզ, հարգելի ակնթիռներ, շարունակում ենք մեր միջազգային հարաբերություններ եւ միջազգային իրավունք հաղորդաշարը։ Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ միջազգային հարաբերությունների համար խիստ կարեւոր է վերլուծել, հասկանալ բոլոր այն պաշտոնական ելույթները, ուղերձները, որ պետության ղեկավարներն անում են, որովհետեւ դրա միջոցով դու հասկանում ես մտադրությունները, պարտավորությունների նկատմամբ հավատարմությունը եւ նման բաներ, որը խիստ կարեւոր է։ Եվ մենք վերլուծել ենք եւ պատմական փաստաթղթերի եւ ժամանակակից։ Մի քանի օր առաջ Նյու Յորքում տեղի ունեցավ ՄԱԿ-ի վեհաժողովի 80-րդ նստաշրջանը, որտեղ տարբեր պետության ղեկավարներ ելույթ ունեցան։ Բնականաբար ելույթ ունեցավ նաեւ մեր պայմանականորեն հարևան երկրի ղեկավարը Ալիևը, Իլհամ Ալիևը իր ելույթով։ Սա շատ կարևոր ելույթ էր, որովհետև սա այդքան տարփողված, այդքան գովազդված Վաշինգտոնյան օգոստոս 8-ի հանդիպումից եւ մի շարք փաստաթղթերի ստորագրումից, նախաստորագրումից հետո առաջի ելույթներ միջազգային նման մակարդակի վրա։ Պետք էր հասկանալ, թե օրինակ Ալիևը ինչ է մտածում, իսկապես նա տրամադրված է խաղաղության, թե ոչ։ Վստահ լինելով, որ ձեզանից շատերը ժամանակի սղության, անտարբերության, տարբեր պատճառներով չեն ծանոթանալու Ալիևի ելույթի հետ, ես որոշեցի այսօր միասին անցնել այդ ելույթի վրայով եւ հասկանալ որն են այն հիմնական ուղերձները, հիմնադրույթները, որ Ալիևը շոշափեց իր այդ 15 րոպեանոց ելույթի ժամանակ։ Ասեմ, որ այդ 15 րոպեանոց ելույթից ուղիղ 8 րոպեն նվիրված էր Հայաստանի Հանրապետությանը թշնամական ձևակերպումներով։ Հիմա որպեսզի իմ այս ասածը ձևակերպումը մեր կապարանոց չհնչի, մենք կվերցնենք ելույթի հայերեն թարգմանությունը եւ միասին կարդալով կգնանք հասկանանք։ Ալիևի ելույթն է, կրկնում եմ 80-րդ վեհաժողովի ժամանակ ՄԱԿ-ի արտասանված կարդաց սեպտեմբեր 25-ին 2025 թվականին։ Տիկտայք եւ պարոնայք, շատ տարիներ ես ամբիոնից խոսել եմ ողբերգությունների մասին, որոնք բխել են, ուշադրություն այստեղ, Ադրբեջանի նկատմամբ իրականացած ագրեսիայից եւ օկուպացիայից եւ անարդարությունից։ Իսկեն միանշանակ Ալիևը շարունակում է նույն բառապաշար ագրեսիա եւ օկուպացիա։ Այսօր ես կխոսեմ մեր երկար ճանապարհի մասին դեպի հաղթանակ եւ խաղաղություն, ոչ թե պարզապես խաղաղություն, հաղթանակ եւ խաղաղություն, Ադրբեջանի պատմության նոր դարաշրջանի մասին, թե ինչպես մենք կարողանանք վերջ դնել օկուպացիային ազատագրական պատերազմի միջոցով եւ ինչպես մենք խաղաղություն նվաճեցինք քաղաքական միջոցներով։ Վերջ դնել օկուպացիայի, սա մեղադրանք է այս օկուպացիան։ Մյուս կողմից էլ հասկանալ չէ, որ ասում է խաղաղություն նվաճեցինք քաղաքական միջոցներով։ Հաստատ պատերազմը քաղաքական միջոց չէ։ Մենք տեսանք հենց ամենասկզբից առաջին նախադասության մեջ Հայաստանը մեղադրեց ագրեսիայի եւ օկուպացիայի։ Շարունակությունը։ Ամենամոտ 3 տասնամյակների ընթացքում Ադրբեջանի ինքնիշխան տարածքի գրեթե 20%-ը գտնվել է Հայաստանի ռազմական օկուպացիայի տակ։ Սա այն սուտն է, որը մշտապես իրենք կրկնել են, երկու առումով է սուտ, որովհետև առաջինը 20% չի եղել։ Եթե սովետական Ադրբեջանի տարածքը 86,000 քառակուսի կիլոմետր էր, իսկ հայերը վերահսկում էին 11,500-ը, 86-ի 20%-ը հաստատ 11,500-ը չի, 86-ի 20%-ը շատ ավելին է, այսինքն 17,000-ն է այդքան, 11 ու 17,000-ի միջև 6,000-ի տարբերություն կա։ Սա այն պատմական սուտն է, որոնք իրենք հիշում եք, միշտ կրկնում են 20%, 1 միլիոն գաղթականներ եւ դա կա։ Եվ անընդհատ եւ չի խոսում հայերի, գտնվել է Հայաստանի ռազմական օկուպացիայի ներքո։ Շարունակությունը։ Հայաստանի կողմից իրականացված էթնիկ զտման, ուշադրություն, էթնիկ զտումը դա լուրջ մեղադրանք է,
լուրջ մեղադրանք է եւ ռազմական հանցագործությունների քաղաքականության արդյունքում 1 միլիոն ադրբեջանցիներ վտարվեցին իրենց տներից։ Տեսնում եք, չէ՞, այսինքն սա խաղաղության գնացող մարդն է, մեղադրում է Հայաստանին էթնիկ զտման մեջ եւ 1 միլիոն ադրբեջանցիների վտարման մեջ։ Մենք հետո կտեսնենք, ես որոշ թվեր բերեմ, կտեսնենք, որ 1 միլիոն հնարավոր չէր։ Այնտեղ առավելագույնը բոլորը միասին 600,000 էլ չեն անում, 560 թե 80,000 բնակ, բայց ասում է 20%, էլի սուտ ասելով եւ 1 միլիոն։ Նրանց հիմնարար մարդու իրավունքները խախտվեցին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 93 թվականի 4 բանաձևերը պահանջում են հայկական զինված ուժերի անմիջական, ամբողջական, անպայմանական կամ անվերապահ դուրսբերում օկուպացված տարածքներից։ Հիմա մենք էլի կանդրադառնանք, ինչքանով էր այդ ամբողջը Հայաստանին ուղղված եւ ինչքանով անվերապահ կամ առանց նախապայմանների դուրսբերման մասին։ Ցավոք այդ բանաձևերը երբեք չիրականացվեցին, Հայաստանը ցուցադրաբար անտեսեց դրանք, քանի որ միջազգային հանրությունը որևէ պատժամիջոց նրա նկատմամբ չկիրառեց։ Հենց սա ցույց է տալիս, եթե որևէ պատժամիջոց չկիրառեց, նշանակում այդ հանցանքը չկար։ Հաստատ Հայաստանը այն քաղաքական ուժը չէր, որ կարողանար դրա դեմ նռներ։ Ինչու՞, որտեղ այդ բանաձևերը Հայաստանի դեմ որևէ խնդիր չէին դրել, այլ ընդհանրապես հայկական ուժերի մասն է։ Մյուս կողմից, եթե խոսում է Ադրբեջանի տարածքի 20% օկուպացիայի մասին, նախ պիտի այս հարցը բազմից ընդվա, փաստվի թե ինչ փաստաթղթի հիման վրա է այդ 20%-ը։ Ես բերել եմ այդ 4 փաստաթղթերը այստեղ, այդ 4 բանաձևերը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 822, 853, 874 եւ 884 բանաձևերի մասն է, բոլորն էլ 93 թվականին են ընդունվել եւ բոլորն էլ ըստ իրենց ասում որ Հայաստանն ասում են անվերապահորեն զորքերը դուրս բեր։ Ես բանաձևերը քանի որ երկար են, ամբողջը չեմ բերել, ես բերեմ այդ հատվածը, որոնք իրենք իբր վկայակոչում են, որ անվերապահ դուրսբերման կոչ է անում։ Կա անգլերենը եւ հայերեն թարգմանումը։ Պահանջվում է անապահ դադարեցնել բոլոր ռազմական գործողություններն ու ճշտամական արարքները։ Ուրեմն ասեմ, որ իմանաք, այս 4 բանաձևերում էր առաջնային հիմնական պայմանը եղել է ռազմական գործողությունների դադարեցում։ Եվ միայն դրանից հետո իհարկե գրված է օրինակ, որ նպատակ ունենալով հաստատել կայուն հրադադար, ինչպես նաև անմիջապես դուրս բերել բոլոր օկուպացիոն ուժերը Քելբաջարի շրջանից եւ Ադրբեջանի այլ վերջերս օկուպացված տարածքներից։ Այսինքն, երբ որ ինքը ասում է անվերապահ հայաստանյան զորքերի դուրսբերման մասին է խոսքը, սուտ է ասում, որովհետև մենք տեսնում ենք վերապահություն գոյություն ունի առաջին հենց դա, որ անապահ դադարեցնել ռազմական գործողությունները։ Իսկ ամեն այս բանաձևից հետո Ադրբեջանը չի դադարել ռազմական գործողությունները, այլ ընդհակառակը հարձակողական գործողություններ արել, որի հետևանքով էլի ինքը տարածքներ է կորցրել, որի հետևանքով հաջորդ բանաձևն է ընդունվել։ Այսինքն, եթե ապրիլի 30-ին 822-ն էր, ապա հուլիսի 29-ին արդեն 853-րդ բանաձևն է ընդունում, արդեն Աղդամի մասին է։ Ինչու այրը գրավեցին Աղդամը։ Շատ պարզ պատճառ է, որտեղ Աղդամից հրետակոծում, գնդակոծում, այսինքն ռազմական գործողությունները, որը հիմնական պահանջներ այս բանաձևերի իրականացման, դա չկատարվեց։ Էլ ինչ ասում, պահանջում է անապահ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Ու տեսնում եք, առաջին պահանջը դադարեցնել ռազմական գործողությունները, էլ սա էլ չկա։ Երրորդ բանաձևը արդեն հուլիս 29-ի բանաձևելի պահանջում է անապահ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունը եւ այլն։ Եվ չորրորդն նայեն կոչ է անում Հայաստանի Հանրապետության կառավարությունը օգտագործելու իր ազդեցությունը, ապահովելու, որ Ադրբեջանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի հայերը կատարեն, այսպես բաներ երաշխավորեն ներգրաված ուժերի տրամը եւ այլն եւ այլն։ Մենք տեսնում ենք, որ մշտապես պահանջել է ռազմական գործողությունների դադարեցում եւ նաեւ Հայաստանի դեմ որևէ բան չկա այս փաստաթղթերում։ Ասում եմ, կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությունը օգտագործելու իր ազդեցությունը, ապահովելու այս բան։ Այսինքն այնպես որ Ալիևի այդ սուտը բացահայտ է 4 բանաձևեր իբր անվերապահորեն Հայաստանից պահանջում են զորքերի դուրսբերում եւ Հայաստանը դա չի կատարել, ասում եմ միջազգային հանրությունն էլ անտարբեր էր եւ այդ պատճառով հայերը չարեցին։ Հիմա ես այստեղ տվյալներ եմ բերել ՍՍՄ վերջի մարտահամարից, իրենք
իր ելույթի մեջ հիշում եք նշեց 1 միլիոն գաղթականների մասին։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչքան մարդ է ապրել այդ շրջաններում ամբողջությամբ, օրինակ հայերը նույն Աղդամի շրջանը ամբողջությամբ չէին գրավել մասամբ, բայց եկեք շրջան առ շրջան գնանք եւ տեսնենք։ Ուրեմն 80 թվականի տվյալներ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ընդհանուր բնակչությունը 149085 մարդ, հայեր 145593, ադրբեջանցիներ 40688, տոկոսներով էլ գրված է։ Այս Լեռնային Ղարաբաղի ինքնավար եւ շրջակա շրջաններին եկեք անդրադառնանք 7 շրջան կար, որ հայերը ամբողջությամբ կամ մասամբ վերահսկում էին։ Նայեք Լաչինի կամ Քաշաթաղ, ուրեմն ընդհանուր 47000, սա 89 թվականի տվյալներն է, այսինքն երբ որ ադրբեջանցիք ապրում էին։ Ադրբեջանցիները այդտեղ մեծամասնությունն են կազմել 47000-ի 96%-ն են կազմել, հայերը 1300 հոգի են եղել, հիմնականում լեռնային գյուղերում։ Սա այն ձև էր, երբ որ հայկական որոշ գյուղեր միևնույն է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մեջ չէին թողել, կտրել գցել էին շրջակա շրջանների մեջ։ Քելբաջար կամ Խարավաճար 60000, Ադրբեջանի թիվն եմ ասում, հիմնականում այդքան, ընդհանուր բնակչություն Աղդամ 131000, դրանցից հիմնական 130000 հենց ադրբեջանցի, Ֆիզուլի 105000, Ջաբրայիլ, այս ադրբեջանական սովետական անուններով եմ ես ասում, ընդհանուր թիվը 50000, ադրբեջանցիների 98%, հայերը 2300 մարդ էին, Կուբատլու եւ Զանգելան 33, 44 եւ այլն։ Հիմա ընդհանուր ուրեմն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը բոլոր 7 շրջանները միասին իրար հետ ապրում էր 550000 ադրբեջանցի, 40700 էլ գումարում ենք ինքնավար մարզինը, 590000 ադրբեջանցի էր ապրում։ Եթե 590000 ադրբեջանցի էր ապրում այդ բոլոր շրջաններով ամբողջությամբ, Աղդամի ամբողջ շրջանով եւ այլն, կրկնում եմ, բա ո՞նց եղավ 1 միլիոն գաղթական Հայաստանի կամ հայերի, ինչպես ինքն ասում, օկուպացված շրջանից։ Եվ գիտեք ցավը որն է, 20-30 տարի իրանք այս թվերը հնչեցրել խոսել են, հայկական կողմը չէր պատասխանում։ Եվ բոլորի ականջներին նստած էր այդ 20% օկուպացիա, 1 միլիոն գաղթական։ Կրկնում եմ, նայեք, 590000 ադրբեջանցի առավելագույնը, բայց իրականության մեջ 500,000 էլ չկար, կես միլիոն, որտեղ Աղդամի մեծ մասը հայերի կողմից չէր վերահսկվում։ Այս հերթական սուտը, ես սա հենց բերել եմ, որ մարդը ելավ աշխարհի ամենաազդեցիկ ամբիոններից մեկից, առաջի տողից մեղադրեց Հայաստանին օկուպացիայի մեջ, մեղադրեց ագրեսիայի մեջ, մեղադրեց 1 միլիոն գաղթականներ եւ այլն եւ այլն։ Հիմա տեսեք դեռ ինչ մեղադրանքներն են, եւ ոմանք գտնում են, որ այս մարդը նման ձևով գնում է Հիմա շարունակենք կարդալ իր մտքերը Ալիևը ինչ որ այնտեղ արտասանեց։ ԵԱԿ Մինսկի խումբը, որը ստեղծվել է 92 թվականին կարգավորման հասնելու նպատակով, ձախողեց իր առաքելությունը։ Իր համար ձախողեց, որովհետև իր ուզածները չէր կատարել։ Իսկ որ այդ առաքելությունը այդքան ժամանակ կարողացավ համեմատաբար խաղաղություն պահել, դրա մասին չի խոսում։ Հենց ձախողում են ժամանակ էր, երբ որ անտեսվեց այդ խումբը եւ ավելի երկկողմի դաշտի վերադրվեց այդ հարաբերությունները, որտեղով մենք տուժեցինք։ Միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները կիրառելու փոխարեն դրա համանախագ նգահները ձգտում էին պահպանել ստատուս քվոն եւ պահել հակամարտությունը սառեցված վիճակում։ Ինքը խոսում է այս միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքների մասին, մոռանում է, որ այդտեղ կարևորագույն հարցերից մեկն էլ ինքնորոշումն էր։ Սա մեկ, որ եթե հաշվենք ինքնորոշման հիման վրա, ես անձնապես տարածքային ամբողջականության կողմնակիցներից մեկն եմ եւ այն, որ դա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս էր կազմում եւ ոչ թե Ադրբեջանի սովետական ինչ որ մի վարչական միավորի։ Շարունակենք Ալիևի ելույթը։ 20 թվականին արդյունավետ բանակցությունների գրեթե 3 տարուց անարդյունավետ բանակցությունների գրեթե 30 տարուց հետո Ադրբեջանը հետաքրքիր չէ, ստիպված եղավ իրացնել ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսված ինքնապաշտպանության իր օրինական իրավունքը։ Ուշադրություն դարձրեք, մարդը շատ խելոք է կազմել իր խոսույթը։ Իրավունք, ինքնապաշտպանություն, ստիպված եղավ նման բառերի օգտագործումը։ Պատերազմի ընթացքում Հայաստանը բալիստիկ հրթիռներով եւ կասետային զինատեսակներով ռմբակոծեց մեր քաղաքներն ու գյուղերը, ինչի հետևանքով ավելի քան 100 անմեղ քաղաքացի զոհվեց։ Մարդը ասում է,
Այսինքն սա այդպես է, Հայաստանը ուշադրություն դարձրեք, ինքը չի ասում հայկական կողմը, ինքը հստակ ասում է Հայաստանը, սրանք մեղադրանք են, որ վաղը մեր դեմ դնելու են շատ այլ պահանջներ դեռ, պատահական չի Ալիևը, ինչ ասում։ Ադրբեջանը իր հերթին պատերազմը վարեց խիստ համապատասխանելով միջազգային մարդասիրական իրավունքին։ Սա բացարձակ ծաղր է։ Այսինքն մարդասիրական իրավունքին որն է, երբ որ կան բազմաթիվ փաստեր գերիների գնդակահարության, քաղաքացիական անձանց սպանության եւ թիրախավորման թվում հիվանդանոցների մարդկանց կենթանի մորթելու մաշկազերծ են արել եւ սա մարդը ասում է բանը, սա գիտեք ինչու է, որովհետեւ Հայաստանի այսպես կոչված ղեկավարությունը համաձայնել այդ բոլոր փաստերը միջազգային դատարաններից անել։ Հայկական կողմը հանում է, պայմանական հայկական, դժվար իրենց կոչենք հայկական, իսկ ադրբեջանական կողմը լրիվ առաջ է տանում այս մեղադրանքներով։ Մեկը չամարցակվի ասել, չէ, չի տանում։ Սա մակում հնչեցված մեղադրանքներն են մեր հասցեն Ալիևի ելույթում։ Մենք ապահովեցինք խաղ բնակչության պաշտպանությունը եւ խուսափեցինք ոչ ռազմական ենթակառուցվածքները թիրախավորելուց։ Սա ասում է մի մարդ, որը թիրախակալել է հիվանդանոցները եւ այլն։ 44 օրյա հայրենասիրական պատերազմում մեր զինված ուժերը ազատագրեցին օկուպացիոն տարածքները եւ վերականգնեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի համաձայն։ Էլի ինքը փաթեթավորում է միջազգային իրավունքը եւ այն 4 բանաձևերով, որ ես կրկնում եմ, որտեղ նման պահանջ չկար։ Ասում եմ դադարեցրեք ռազմական գործողությունները նոր մյուս Ադրբեջանը չի դադարեցրել ռազմական գործողությունները ընդհակառակը դեռ հարձակվել է դրա համար այդ բանաձևեր առ ոչինչ են չի կարող որևէ բանաձև ուժի մեջ լինել եթե այդ բանաձևի ուժի մեջ մտնելու նախապայմանը չի կատարվել իսկ հայկական կողմը միշտ լռել է դրա մասին այդ 4 բանաձևերն էլ Ադրբեջանի մշտական խոսույթն է եղել ասում եմ մենք չենք թիրախավորել եւ հայկական խաղ բնակչությանը զոհեր չենք ֆանարել 8-ամյա Վիկտորիան 44 օրյա պատերազմի առաջին զոհներ մոռացել են որ երկու եղբայրները զոհվեցին Միքայելը եւ Նվերը 10 եւ 8 տարեկան Եվ սա թիրախավորում էր, այո, իսկապես թիրախավորում էր։ Էլ չեմ ասում, ինքը սրա մեջ չի խոսում բանի մասին։ Այդ պատերազմից 44-ից հետո նաև բանի մասին, շրջափակման եւ այլն։ Հիմա շարունակենք ինչ ասում 20 թվականի նոյեմբերի 10-ը նշանավորվեց Հայաստանի կապիտուլյացիան եւ նշանավորեց Հայաստանի կապիտուլյացիան կրկնում եմ մի անգամ եւս թող քպականներն ուշադիր լսեն ՄԱԿ-ի ամբիոնից ինքը ասում Հայաստանի կապիտուլյացիան եւ Նիկոլ Փաշինյանը չվիճարկեց կապիտուլյացիայի մասին իր միակ հուզված պահերներ ինչու է կոչում Զանգեզուրի միջանցք բայց կապիտուլյացիայից ինքը համաձայնվեց Հայաստանի կապիտուլյացիան եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը գրեթե 30 տարվա օկուպացիայից հետո այս օկուպացիա բառը որ անդադ կրկնվում է նրա համար է կրկնվում որ վաղը ինքը նյութական հատուցումներ է սա դիմաց ուզելու եւ արդեն սկսել է գիտեք հնչեցրել է 50 միլիարդը վերջերս հուլիս ամսին Հաղթական պատերազմի անմիջապես հետո Ադրբեջանը հայտարարեց իր պատրաստակամության մասին Հայաստանի հետ հարաբերություններում նոր էջ բացելու հիմնված տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա սա խոսում է մի մարդ ում զորքերը դեռևս օկուպացիայի տակ են պահում սովետական Հայաստանի առնվազն 243 քառակուսի կիլոմետր մարդ ասում է Հարգում ենք իբր թե տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մենք առաջարկեցինք միջազգային իրավունքի հիման վրա 5 հիմնական սկզբունքը Մենք խաղաղության պայմանագրի նախագիծը ներկայացրեցինք քննարկման, այնուհետև սկսեցինք բանակցային գործընթաց դրա նախագծի շուրջ, որը տևեց 22 թվականի հոկտեմբերից մինչև 25 թվականի ամառը։ Չնայած գործընթացը խափանելու մի քանի փորձերին, բանակցությունները դրական արդյունքներ տվեցին, քանի որ դրանք անցկացվեցին բացառապես երկկողմ հիմքով։ Սա հիշեք, բացառապես երկկողմ ինչու՞, այսինքն
երկող հիմքով մենք անցկացրեցինք եւ այնտեղ ես միայն խնդիր ունեի Նիկոլ Փաշինյանին համոզել։ Իսկ Նիկոլը համոզելու խնդիր չկա, ինքը մեր կողմից է, Ալիևի մտածողությունը այդպես է եւ ճիշտ է ասում։ Հիշենք այդ որ ասма բանակցությունը սկսեցին 17 կետ դարձավ եւ այդ կետերից առնվազն 4-5-ը հայկական կողմը, էլի հայկականը պայմանական ասում էր, չեմ ընդունի, ընդունեց։ Ականջները կախ ընդունեց բոլոր այդ պայմանները, ավելին ասեմ ցես, հիմա դրանից բացի էլի, գիտեք, պայմանները առաջադրվել, իլերումն է 17-ի եւ դրանց էլ են ընդունելու։ Մեկը օրինակի համար անկախության հռչակագրի հղման դուրս բերումն է սահմանադրություն սահմանադրական փոփոխության հետևանքով։ Հիմա եւ այս առանց որևէ արտաքին միջամտության շատ կարեւոր է Ալիևի համար, որովհետեւ երբ որ նույն Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները ես ներկայացնում 20 թվականի դեկտեմբերին եկան Հայաստան եւ ուզում էին հենց միջազգային խաղապահներ տեղակայել եւ դրա մասին խոսվեց, թե եւ դա հիմնական մերժողը իհարկե Ղարաբաղն էր, բնականաբար այսպես կոչված երկկողմը շատ ձեռնատու է, երբ որ դու դիմաց ունես ամեն ինչի զիջման պատրաստ մարդիկ։ Հիմա այս տարվա օգոստոսի 8-ին Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում Սպիտակ տանը Միացյալ Նահանգների, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին խաղաղության համաձայնագրի տեքստը։ Սա էլ ուզում եմ ուշադրություն դարձնել, նախաստորագրեցին խաղաղության համաձայնագրի տեքստը։ Ճիշտ ձևակերպում է։ Ոչ թե խաղաղությունը մտավ ուժի մեջ, ոչ թե խաղաղության պայման, որ այսպես Նիկոլ Փաշինյանը թատասմա խաղաղությունն ենք ասել, չէ, նախաստորագրել տեքստը պարզապես, որ այդ տեքստը ընդունելի է։ Նույն օրը Ադրբեջանի նախագահ եւ Հայաստանի վարչապետը ստորագրեցին հայտարարություն, այդ էլ գիտենք Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամպը ստորագրեց որպես վկա։ Ճիշտ ասում, որպես վկա, թե չէ ուզում էին ներկայացնեն ինչ-որ եռակող։ Բացի այդ, Ադրբեջանի ու Հայաստանը համատեղ դիմեցին ԵԱԿ Մինսկի խմբի եւ հարակից կառույցների լուծարման համար։ Սա մեծ նվաճում էր Ադրբեջանի համար եւ հիշեցնեմ ձեզ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ Մինսկի խմբի լուծարման համար կդիմենք միայն այն բանից հետո, երբ որ խաղաղության պայմանագիրը կմտնի ուժի մեջ։ Էլի հետ կանգնեց իր խոսքից, էլի ստեց եւ խափեց։ Օգոստոսի 8-ին արդեն դիմեցին եւ դրամ էլ նշում է այստեղ որպես հնացած մեխանիզմ, որ այլևս առնչություն չունի խաղաղ գործընթացի հետ։ Համապատասխանաբար սեպտեմբերի 1-ին ԵԱԿ որոշում ընդունեց այդ կառույցի վերջնական փակման մասին։ Ասում աչքդ լույս, իրանք շահեցին հերթական անգամ շահեցին եւ այդ բոլոր տարիների այդտեղ ձևակերպումները, մեղադրանքները Ադրբեջանի հասցեին իդերև եղան։ Տարածաշրջանային կապերը եղել են մեր տեսլականի հիմքում կայուն խաղաղության համար։ Վաշինգտոնի գագաթնաժողովի եւս մեկ կարևոր արդյունք է Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման ուղին թրիփ, որը կապահովի անխոչնդոտ մուտք, ուշադրություն, Զանգեզուրի միջանցքով, այն որ ասում են միջանցք չկա, Զանգեզուրի միջանցքով եւ կխթանի տարածաշրջանային կապերը։ Հետաքրքիրն է, որ անգամ չի ասում, օրինակ Հայաստանով անցնող Զանգեզուրի միջանցքով, Հայաստանի անունը չկա ընդհանրապես։ Ասում ենք տենց որոշեցին, որ Զանգեզուրի միջանցքով կապվելու են, գնալու ենք բան եւ միջանցքով, այն որ ասում են միջանցք չկա, բայց ինչ կա։ Վերջին Վաշինգտոնի գագաթնաժողովը նաև ազդարարեց նոր փուլ Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններում։ Նախագահ Դոնալդ Թրամփի հետ միասին մենք ստորագրեցինք հուշագիր երկու կառավարությունների միջև կապված Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիայի մշակման նպատակով ռազմավարական աշխատանքային խմբի ստեղծման համար։ Այստեղ ուշադրություն դարձրեց, գնում է ռազմավարական գործընկերության մասին։ Թող հայկական կողմը չասի մենք նման փաստաթուղթ ունենք, մենք նման փաստաթուղթ չունենք, մենք ունենք ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության փաստաթուղթը, բայց ոչ կառավարությունների միջև, երկրների միջև գործընկերության մասին խարտիա։ Դրանք երկու տարբեր բաներ են։ Այդ նոր հորիզոններ է բացում համագործակցության համար քաղաքականության, տնտեսության, էներգետիկայի, տարածաշրջանային կապերի, պաշտպանության, անվտանգ եւ այլ ոլորտներում։ Այսինքն հաշվի առեք, որ պաշտպանության դաշնակցում իրանք սկսելու են զենքարնել, եթե հաջողվի այս մասը նայեք 907-րդ բանացևն էլ վերջնականապես չեղարկելու եւ այդ հարցով եւս առաջ աշխատանք է տանում եւ մարդը չի
չի մոռացել, նշել է, ինքը իր խոսքով իր երկրի նպատակները նշում է։ Նիկոլ Փաշինյանը լսում ես, չես հասկանում ինչի մասին, այսինքն մեր երկրի նպատակը որն է։ Նախագահ Թրամփի կողմից Ադրբեջանի նկատմամբ 92 թվականին սահմանած պատժամիջոցների ազատության աջակցության ակտի 907 բաժնի ձևով չեղարկումը եւս պատմական քայլ է։ ԱՄՆ կոնգրեսի կողմից 907-րդ բաժնի վերջնական վերացումը կվերացնի երկակի չափանիշների ժառանգությունը, տես մեղադրում, որ իբր երկակի անարդար չափանիշներ են, եւ կնպաստի վստահության ու համագործակցության ամրապնդմանը այն ժամանակ, երբ Ադրբեջանը իր ներդրումն է բերում գլոբալ անվտանգության կառավարության մեջ։ Տեսեք, մարդկանց նկատմամբ անարդար են եղել, երկակի են եղել եւ ինքը ասում է, դա պետքա վերացնել։ Եվ մենք եթե աշխատանք չտանենք դրա դեմ, իրանք վերացնելու են եւ որբելու Ադրբեջանի ավելի զինման։ Ընդհանուր առմամբ իմ օգոստոսյան այցի ընթացքում Միացյալ Նահանգներում ձեռ բերած համաձայնությունները պատմական նշանակություն ունեն։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին Ադրբեջան հարաբերությունների նորեջ բացելուն, դրանք ռազմավարական գործընկերության մակարդակ բարձրացնելու, նրա որոշման եւ Ադրբեջանի Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացի աջակցության համար։ Ուշադրություն դարձրեք, որ ինքը չի խոսում Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնել, ինչի մասին Նիկոլ Փաշինյանն ասել, որովհետև հասկանում է, որ դա անցալվելու է որպես քծնանք, մեկ, որը շատ բնավ լավ չի, եւ այդ մակում գտնվող 197 երկրից մի զգալի մասը դրան դեմ է։ Ինչի խոսա դրա մասին եւ մարդկանց մեջ տրամադրություններ առաջացնի Ադրբեջանի դեմ։ Ինքը այնտեղ քծնում էր Նիկոլ Փաշինյանը առավել էր ասում Թրամփին, որ դուք արժանի եք մրցանակի, բայց ինքը հասկանում է որտեղ ինչ պիտի ասի։ Բայց ինքը հասկանում է, որ դորդաղացին պետք չի խոսալ ՄԱԿ-ի վեաժողովի ամբիոնից։ Նիկոլ Փաշինյանը չի հասկանում դա։ 20 թվականի հայրենական պատերազմ, ուշադրություն, հայրենական պատերազմում ինչպիսի ձևակերպումներն են։ Հայրենական պատերազմում հաղթանակից անմիջապես հետո Ադրբեջանը սկսեց լայնածավալ վերակառուցական ծրագրեր ազատագրված տարածաշրջանում։ Գործող օկուպացիոն տարիներին, ուշադրություն, Հայաստանը հողին էր հավասարեցրել հարյուրավոր ադրբեջանական քաղաքների եւ գյուղեր, կանխամտածված ավիրել 65 մզկիթ։ 65 մզկիթ Ադրբեջանի մզկիթ ընդհանրապես չկա, այդ խոսքը շիա մզկիթների մասն է, 65 մզկիթ երբեք այդ տարածքում չի եղել, ուր մնաց դրանք կանխամտածված ավիրեն։ Սա էլ ասում է, այս գաղափարն էլ գցում է իսլամական երկրների մեջ, տեսեք 65 մզկիթ։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը չխոսած հայկական եկեղեցիների եւ պատմական ժառանգության ոչնչացման մասին, որը կա։ Դա Հայաստանի քաղաքականությունն էր, ուշադրություն դարձրեք, որը մոտ 30 տարի ղեկավարում էր պատերազմի հանցագործների կողմից, ուրեմն Հայաստանի ղեկավարությունը պատրաստվի, որ Նիկոլ Փաշինյանը իրանց հանձնելու է որպես պատերազմի հանցագործներ Ալիևի բանտում այնտեղ նստելու համար։ Մենք նորից կառուցում ենք հողին հավասարեցված գյուղերն ու քաղաքները, մեծ վերադարձ ծրագրի շրջանակում արդեն ավելի քան 50,000 մարդ ապրում աշխատում են ազատագրված տարածքներում։ Սա մի քարտեզ հուշարձանների մասին, Լեռնային Ղարաբաղի Արցախի հուշարձանների մասին, եւ այստեղ որ տեսնում եք, սա 90 եւ ավել տոկոս է, այստեղ մի քիչ ավելի խոշորացված, այս հայկական հուշարձաններն են եւ որոշ բաներ։ Հիմա եւ արդեն գանք վերջը այդ ելույթի, Ալիևի ՄԱԿ-ում հնչեցած ելույթի, Ադրբեջանի արչեւ հետ պատերազմյան շրջանում կանգնած ամենածանր հումանիտար խնդիրներից մեկը հայկական օկուպացիայի, չի մոռանալ, անգամ հայկական օկուպացիայի տարիներին տեղադրված ականների վտանգն է։ 20 թվականի նոյեմբերից ի վեր ավելի քան 400 ադրբեջանցի քաղաքացի եւ զինծառայող սպանվել կամ ծանր վիրավորվել են ականների պայթյուններից։ Այս լայնածավալ ականապատումը խոչընդոտում է տեղահանված անձանց անվտանգ վերադարձը, ուշացնում է վերակառուցման աշխատանքները։ Ինքը մի բան չի կորցնում Հայաստանին մեղադրելու համար։ Նույնպես մոտ 4000 ադրբեջանցիների ողբերգական ճակատագիրը, ովքեր անհետ կորել են եւ հայկական ագրեսիա օկուպացիայի տարիներից ի վեր սկսած 90-ական թվականներին շարունակում են պահանջել սերտ ուշադրություն եւ գործողություն 4000 անհետ կորածների մասին։ Սա Իլհամ Ալիևի ՄԱԿ-ում սեպտեմբեր 25-ին հնչեցած ելույթի տեքստն էր
իր բոլոր մեղադրանքներով Հայաստանի հասցեին, մենք տեսնում ենք, որ նրա ելույթի մեջ օգոստոս 8-ից առ այսօր ոչինչ չի փոխվել, իբր խաղաղության են գնում, բայց նման մեղադրանով հաստատ խաղաղության չեն գնում։ Սա տեղեկատվական եւ դիվանագիտական հիմք է ինքը պատրաստում իր հետագա հարձակողական գործողությունների համար։ Հարձակումը լինելու է բազմաձև եւ ռազմական եւ դիվանագիտական եւ իրավական։ Այնպես որ մի խաբվեք քաղցր խոսքերին, հավատացեք մարդուն, ով ինքը հստակորեն ասում է։ Եվ մինչև եթե այս ելույթը ոմանք փորձում են խաբել, ասել, որ իբր գիտեք, այդ ներքին սպառման համար էին նման հայտարարել, սա հաստատ ներքին սպառման համար չի, մակում հնչեցնում են միջազգային հանրության համար։ Այսքանը շնորհակալություն, մի շնորհանդիպում։